Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը հեռուստադիտողներին կրկին գամել է էկրաններին, զարգացումները ոչ միայն աննախադեպ են, այլ նաև հոգեբանական բախումներով լի, որոնք հերոսներին տանում են դեպի կործանարար քայլեր, ճակատագրական որոշումներ ու վերելքներ։ Սեմն, ում կերպարը սկզբում համեմատաբար հավասարակշռված, խելացի ու անգամ համակրելի էր, այժմ վերածվում է վտանգավոր ու անկանխատեսելի անձնավորության։ Նրան հուզականորեն կործանեց պաշտոնի կորստի պատճառը, կրակոցը, որի հետևանքով քույրը՝ Մերին, հայտնվեց հիվանդանոցում։ Այս ծանր միջադեպից հետո Սեմի հոգեկան վիճակն էլ ավելի է սրվում։ Նա շփոթության, զայրույթի ու վրեժի գերի է դարձել։ Բայց ամենամեծ հարվածը նրան հասցնում է Հենդոն, երբ բացահայտում է, որ իրականում իր հոր սպանության հետևում կանգնած է ոչ այլ մեկը, քան Բագրատը, մարդ, ում Սեմը վստահել էր, ում թիկունքին իրեն ապահով էր զգում, հենց ինքն է եղել այն մարդը, ով խլել է իր կյանքից ամենաթանկը։ Այս բացահայտումն ամբողջությամբ կործանում է Սեմի ներքին հավասարակշռությունը, նրան դարձնելով ագրեսիվ, վտանգավոր ու անսահման շփոթված։ Մյուս կողմից Արամն ու Մերին, չնայած բոլոր խոչընդոտներին, աստիճանաբար ավելի են մոտենում իրար, նրանց միջև զարգացող զգացմունքներն անկեղծ են, բարդ, բայց անկասելի։ Եվ հենց այն օրը, երբ թվում է ամեն ինչ կարող էր նոր հունով գնալ, ճակատագիրն արվածում է առավել ուժգին։ Սեմը հարձակվում է Արամի վրա, չկարողանալով հաղթահարել իր ցավն ու կատաղությունը։ Մենամարտը հասնում է ողբերգական ավարտի, Արամը գցվում է գետնին, նա գլուխը հարվածում է երկաթյա առարկայի, նրան հայտնաբերում են անգիտակից վիճակում։ Հեռուստադիտողների հուզմունքը հասել է գագաթնակետին։ Կմահանա՞ արդյոք Արամը։ Այս հարցը հիմա առաջին պլանում է։ Թեև սերիալի տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա չի մահանա, սակայն այս տուժումն անպայման հետևանքներ կունենա։ Վնասվածքը կարող է բերել հիշողության կորստի, կիսակենդան վիճակի կամ երկարատև կոմա, ինչը նոր դրամատիկ լարվածություն կմտցնի սյուժեի մեջ։ Այս իրավիճակում մեծ է հավանականությունը, որ Արամի մոտ լինելու համար Հայաստան կվերադառնան Սոսն ու Լիլիթը, Արամի ծնողները։ Նրանք կլինեն բախման մեջ Բագրատի հետ, ով արդեն կորցնում է վերահսկողությունը։ Սեմի անզգույշ քայլերն էլ վերջնականապես կկործանեն Բագրատի պլանները։ Այս զարգացումներից հետո հնարավոր է բացահայտվեն նոր գաղտնիքներ կապված Արամի անցյալի, Անգելինայի ու Միքայելի հետ։ Հնարավոր է նույնիսկ հենց հիվանդանոցում տեղի ունենա Անգելինայի ու Սոսի առաջին հանդիպումը, որի արդյունքում Միքայելի սուտն ամբողջությամբ կբացահայտվի։ Վերջին զանգում այս ամենն ապացուցում է Դիանա Գրիգորյանի գլխավոր գիծը՝ ոչ միայն սերն է, այլև ճշմարտության պայքարը, իսկ ճշմարտությունը շատ հաճախ բացվում է միայն մեծ ցավի, կորստի ու վտանգների միջով։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները զարգանում են գերլարված և շոկային շրջադարձերով, յուրաքանչյուրը նախորդից ավելի հուզիչ։ Դիանա Գրիգորյանի հեղինակած սյուժեն կարծես մի հյուսվածք է, որտեղ ամեն հերոսի քայլն ու խոսքը կարող են շրջել ամբողջ պատմությունը։ Մերին, ով Արամի սիրելին է, հանկարծակի դնում է աննախադեպ ծանր ընտրության առաջ։ Նա անկեղծորեն ասում է Արամին, որ եթե պարզվի Բագրատը, Արամի պապը, առնչություն ունի իր հոր սպանության հետ, ապա իրենց հարաբերությունները վերջացած են։ Այդ խոսքերը միաժամանակ ցավեցնում ու շոկի են ենթարկում Արամին, որովհետև նա առաջին անգամ ստիպված է լինում առերեսվել իր ընտանիքի մութ անցյալին ու սկսել կասկածել այն մարդկանց, որոնց վստահել է ամբողջ կյանքում։ Արամն անմիջապես շտապում է Բագրատի մոտ, փորձելով իմանալ ճշմարտությունը։ Այդ պահը լարվածության գագաթնակետն է, քանի որ երկու սերնդի միջև՝ թոռան ու պապի, տեղի է ունենում բացահայտ ճակատում բախում։ Արամն այլևս չի պատրաստվում ընդունել լռությունը որպես պատասխան, նա պահանջելու է ճշմարտությունը, հասկանալով, որ այն կարող է քանդել իր ամբողջ աշխարհը։ Մյուս կողմից Հենրիի անհետանալը խուճապի մեջ է գցում Աննային։ Նա փորձում է գտնել որդուն, բայց ոչինչ չի ստացվում։ Հուսահատված Աննան օգնության է դիմում Միքայելին, ով իր հերթին ուղևորվում է Հալալի մոտ, կասկածելով, որ հենց նա է ինչ-որ բան գիտի։ Հենց այս ճգնաժամային պահին Աննան իմանում է, որ Անգելինան հիվանդանոցում է։ Սա ևս մեկ հարված է, քանի որ Աննան վերջին շրջանում կասկածում է Միքայելի ասածներին Անգելինայի ծննդյան, անցյալի ու հայրական իրավունքի շուրջ։ Եվ ահա ամենաինտրիգային պահը գալիս է, երբ Միքայելը, լսելով Արամի ազգանունը, բերբերյան քարանում է։
Այս փոքրիկ տեղեկատվությունը, որը կարող է շատերի համար աննշան թվալ, դառնում է սերիալի պատմության իրական սեյսմիկ կետը։ Միքայելը հասկանում է, որ Արամը Սոսի որդին է։ Դա կբերի բացահայտումներին, որոնք վաղ թե ուշ կծածկեն բոլոր կեղծիքները։ Բերբերյան ազգանունը դառնում է բանալի պարզ, թափեցնող, ցնցող ու անցյալը ներկայի հետ կապող մի նշան։ Այժմ Միքայելը կանգնած է ճշմարտության առջև, նա այլևս չի կարող թաքցնել այն, ինչ տարիներ շարունակ պահել է։ Արդյոք կասի Աննային այն, ինչ գիտի, կբացահայտի Հենրիի ու Անգելինայի իրական կապը, կփորձի փրկել որդուն սեփական ստից, իսկ Արամը կների Բագրատին, եթե հաստատվի նրա մեղավորությունը Մերիի հոր սպանության մեջ։ Սերիալը մոտենում է իր բուռն ու հուզիչ հանգուցալուծմանը, դիտողներին մնում է սրտի թրթիռով սպասել նոր դրվագներին։ Ինչ նոր զարգացումներ են սպասվում հեռուստասերիալում, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին ու միասին բացահայտենք ամենաինտրիգային գաղտնիքները, որոնք շրջապատել են հեռուստասերիալը։ Միացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին առաջինը տեղեկատված լինելու հնարավորությունը բաց չթողնելու համար, նաև նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Ամենահետաքրքիրն առջևում է, այնպես որ միացեք մեզ ու կբացահայտենք ավելին։ Բաժանորդագրվեք, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման թողեք ձեր կարծիքը, գրեք, թե որ դերասանին ու կերպարին եք ամենաշատը հավանում այս սերիալում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Ձեզ համար բերել ենք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, հետաքրքիր բացահայտումները, որոնք արվում են սերիալի շուրջ։ Մնացեք մեզ հետ ու կիմանաք ավելին։